Տեսեք ինչ կա մեզ խանգարող, տեսեք ինչն է ձեզ ետ պահում գալու Տիրոջ առաջ, այն հեղեղներից ջրվելու, այն հեղեղներից կյանք առնելու քուրեր եղբայրներ, օրերը չար են իրոք, չար ժամաններ են գալիս, դու դասոր չունենաս այն խոսքը ճշմարտության, չունենաս Քրիստոս կյանքը քո մեջ, դու չես կարող հաղթել խավարին, չես կարող հաղթել այն ոսող թշնամուց, նա ամեն կերպ հակած է, նա ամեն կերպ փնտրում է քեզ, ինձ, մյուսիս, եւ գրված է, որ դեպքեցեք հավատքով հաստատված, ով քուրեր եղբայրներ, այսօր պետք է մեզ ամենքից առածնենք Աստծուց զորություն, Աստծուց կարողություն, Սուրբ Հոգու առկա հեղեղը գա մեր կյանքի մեջ։ Եթե մենք այսօր չբժշկվենք, այսօր մենք չփոխվենք, այսօր չորտնվենք, այսօր մեր հացը չլուծվի, վաղը ուշ կլինի քուրեր եղբայրներ ջան։ Հարց կաներսդ, պատրիներսդ Հիսուսի առաջ, արի համարձակ իր առաջ, համարձակ արի։ Ես հիշում եմ մի դեպք եմ ուզում պատմել Տիրոջ փառքի համար ու դա լինի որպես իշնույթ նաև ինձ եւ քեզ դե մի բան կա ներսդ մի ծածկի մի վիճակ ունես մի ծածկի արի ինչպես կաս արի ինչպես որ դու կաս այնպես այդ Տիրոջ առաջ հիշում եմ դեպք որ մի տեղ ենք քաղաքում Ռուսաստանի որ մի հետասար տղամարդ որ ամուսնացած երեխաներ ուներ եկավ բարձրացավ ու ինքը ահավոր կյանքով ապրած մեկներ եւ լծված այդպես անապաշխարական կյանքով մեղքով լծված եկավ բեմը բարձրացավ ու ասեց ուզում եմ աղոթեք իմ համար նա համարձակություն առավ ասեց ուզում եմ աղոթեք իմ համար այնտեղ իր կինը այնտեղ իր երեխաները եւ հորին ասեց ինձ ինչ կլասեց մի քիչ խոսիր այդպես շատ ենք մենք խոսացե սներ չեմ ուզում սա ասեմ որ անկախ թե դու ինչ վիճակում ես Հիսուս սիրում է քեզ Հիսուս սիրում է քեզ որ ես խոսեցի իր հետ մոտ եւ մի 20 րոպե չափ նա պատմեց իր կյանքը իր բաղանված կյանքը իր անմաքուր կյանքը իր որ անջատել իր կնոջից երեխաներից ասեց բայց հիմա ուզում եմ ու ինքն արտասվում էր ես ուզում եմ գամ Հիսուսին ես ուզում եմ դառնամ Տիրոջը ես ուզում եմ իմ ընտանիքից միանամ իր սրտում այս հարցը ինքը լուծել էր ասում կանչեմ քո կնոջը դու պատրաստ ես հաշտվելու ասեց այո պատրաստ եմ կանչեցի իր կնոջը կանչեցի իր սպասավորներին եղբայրներին ես եղբայրն ասեց կինների ինձ ես ուզում եմ միանամ քեզ Կինն ասեց ասեց վրայցած եղբայրն ասեց մի հավատացեք իրան նա շատ անգամ այսպես խոստումներ տվել ասի քույրիկ ջան այս անգամ ուրիշ խոստում ենք տալիս այս անգամ տնասրտին կբելա այլ դու կոմիտ համաձայնություն ասա ով մարդ ես լեմ ուզում ասեց չեմ կարա ինչ կեղծեմ չեմ հավատում ես իրան ու հետաքրքիր Սուրբ Հոգին այդ պահին գործեց այդ կնոջ հոգու աշխարհին ասեց հավատում եմ Տերը կարող է այս հարցը լուծել ընտանիքի մեջ հավատում եմ 80 եկան աղոթք կանելու քույրեր եղբայրներ աղոթքի ժամանակ իջավ Սուրբ Հոգին այս երկու անձանց վրա իջավ Աստծո Հոգին այս մարդուն այնպես այս լետրեն այնպես ինքը գոռաց այնպես արտասացած Տեր ազատի ինձ ես ուզում եմ այն կարգի ազատեց Սուրբ Հոգին որ ինքը դուրս եկան ու փաթաթվեցին իրար համբուրում են որպես թե նոր ամուսնացածների պես եւ քույրեր եղբայրներ այդ օրվանից իրանք իրար միացան Ես գնացի մյուս տարի այնտեղ հարցրի թե ուր են իրենք կան թե չկան ասեց այդ օրվանից իրանք միացել են իրար եւ ապրում իրար հետ փառք Տիրոջը դա հրաշք է ումսը դու կարիք կա այդ հրաշքի ումեսը ցամաք ումեսը որ կոտրված է ով դեռ ոչինչ չի արել քույրեր եղբայրներ գրված է այսպես
ինչ է ասում Աստծո խոսքը։ Սրա համար մենք անդադը գոհանանք ասծմե, որ մեզ Աստծո խոսքը լսելով ընդունեցիք, որտեղ իբրև մարդու խոսք, հապա ինչպես ճշմարտապես է Աստծո խոսք, որ նաև կներգործե ձեր մեջ, որ կհավատաք, ալելույա, Աստծո խոսք, դու հավատայես ճշմարտությանը, դու ընդունի ճշմարտությունը, նա քեզ ազատ պիտի անի, ճշմարտության առջև քո պռունգը մեծ չի, միտես մեղքդ ավելի բարձր, քան թողությունդ, դու ընդունի ճշմարտությունը, դու սրտան զղջատեր, ահա ես քո առաջ եմ, ահա Տեր ես քո առաջ եմ, ես եմ ինչ ես որ կամ, բայց ես ուզում եմ Տեր, ես ուզում եմ Տեր, ես ուզում եմ Տեր։ Լեժիշեք, որ Հիսուս եկավ տաճար, որտեղ որ հիվանդներն էին, սպասում են հրեշտակոպտիչներ ու խառները ավազանի ջուրը, ու այնտեղ կար 38 տարեկան, 38 տարվա անդամալուց, 38 տարի սպասել էր, և Հիսուս ուղիղ իր մոտ եկավ, 38 տարվա անդամալուծին եկավ ասեց, կուզես, որ բժշկվես, ասեց ոնց անեմ, որ շարժում ա ջրերը, մինչև ես ծանր շարժվում եմ, ինձ այդ առաջ մենք մա ջրի մեջ ու բժշկվում ա, ես չեմ կանում բժշկվել, տես քանի անգամ ես փորձել, բայց այսօր, որ հրեշտակն քեզ գալիս, այլ անձամբ Հիսուսն է եկել այստեղ քեզ ասելու, կուզես բժշկվել, կուզես նեսդ կյանք կա, կուզես նեսդ փոխվի, դու կուզես, այդ հարցը դու մի հատ քեզ տուր, մի հատ այդ հարցը ուղի քեզ, դու հավատում ես ճշմարտության խոսքին, դու ընդունում ես ճշմարտությունը, դու ուզում ես, որ ճշմարտությունը ազատ անի քեզ, քանից տեք ուզում, ձեր ներսը, ձեր կերպեր չեն, ձեր ներսը քանից տեք ուզում, քանից տեք պատրաստ, առնելու Հիսուս ձեռքերից օրհնություն, առնելու Հիսուս ձեռքերից զորություն, կյանք, ազատագրություն, հաղթություն, ուժ, խավար աշխարհի դեմ դուրս գալու, եւ գրված այդպես, ինչ պիտի հաղթի աշխարհին, դե որ ձեր հավատքը, հավատք ճշմարտության խոսքի վրա, հավատք Հիսուսի ասացի վրա, հավատք նրա այրան վրա, հավատք նրա խաչի զոհի վրա, հավատք Սուրբ Հոգու վրա, որ նա կարող անի հենց հիմա նա պիտի անի, հավատա Հիսուսին, վստահի անձդ Հիսուսին, մի նայ քո վիճակիդ, մի նայ աճուծախդ, մի նայ մարդիկ ինչ կասեն քո համար, դու ինչպես գլացես, ինչպես կարտասվես, ինչպես կարաս, ինչպես պարզն է, այնպես արի քուրի եղբայր, ես գիտեմ, ես դա զգում է ահուտի ժամանակ, ոմանք ամանչում են արտասելու, բայց արտասունք կա, ուզեմ որ թափվի, բայց ամոթ ա գալիս, քաշվում են մի ամանչի, արի այնպես որ կաս, քույր եղբայր, թող Աստված այսօր օրհնի մեզ այս ժամանակի մեջ, այս օրերի մեջ, որ մենք այստեղ ենք այս 2 օր է, բայց կան է մեջ մարդիկ դեռ, որ այսպես մնացած են, դեր ես չի ուզում մնաս այդպես, և ինչ ենք կարդում Եսայայի մեջ, քեզ ստեղծող և արգանդի մեջ ձևակերպող ու քեզ օրհնություն ղրգող Տերը այսպես կսե, ինչ ասում քեզ Տերը, քո հանցաներդ մեկի պես ու քո մեղքերդ ամբի պես ջնջեցի, ինձի դարձիր, քանզի քեզ փրկեցի, ալելույա, քո մեղքերդ ջնջեցի, միայն դու ինձի դարձի ամբողջ սրտով, դարձի ամբողջ էությամբ, համաձայնվի ներսովդ գալու Հիսուսին, համաձայնվի և ինչ կա Աստծուց, որ պիտի գա քեզ, ինչ կա Տիրոջից խոստմունք, որ պիտի առնես հիմա, առնես հենց այս պահին, հենց այս ժամին, գրված այսպես, քանզի ծարավի վրա ջուր պիտի թափեմ, ալելույա,
ջուր պիտի հեղեղեմ, ջուր պիտի թափեմ ու անջուր երկրի վրա հեղեղներ, քո սնունդի վրա իմ հոգին պիտի թափեմ ու քո որդու վրա իմ օրհնություն տաս։ Քանից եք պատրաստ դրան, քանից ենք ուզում, քանից ենք համաձայն այդ հեղեղը գալու իմ ներսից, քանից է պատրաստ այդ հեղեղը ջրի իմ ցամաքը, ջրի իմ երկիրը, քանից ենք ուզում քուրեր եղբայրներ, դա քեզանից չի, իմասի քո լավ ու վատ վիճակից չի, այլ մի բանից է որ դու պիտի ուզես, Տեր ես ուզում եմ, մեր Աստված զորավոր Աստվածը, մեր Աստված կենդանի Աստվածը, մեր Աստված ուժին Աստվածը, իր խոսքը ուղարկող ու բժշկող Աստվածը։ Եմ ինքն ուզում կարդամ Զաքարիայի մեջ վերջին անձրևի ժամանակը Տիրոջմեն անձրև խնդրեցեք։ Տերը փալարներ պիտի ընե եւ անոնց առատ անձրև պիտի տա, ալիլույա, փալարներ պիտի անի։ Այսինքն անսպասելի բան պիտի անի Տերը։ Դու չես սպասում, բայց դա պիտի անի։ Քուրեր եղբայրներ, եւ ասում այդպես, որտեղ ուժով է, որտեղ զորությամբ է հապային հոգիով է, ալիլույա։ Սուրբ հոգին կենդանի է, Սուրբ հոգին զորեղ է, Սուրբ հոգին կյանք տվող հոգին է, Սուրբ հոգին ցամաքը ջրողն է։ Եթե անգամ հավատքիդ ոստնեն են չորացե, Սուրբ հոգին կարող է կենդանություն տա, կենդանացի քեզի քո մեռած տեղից։ Քուրեր եղբայրներ, կուզեմ մի կարճ օրինակ պատմել, մի կարճ իրականություն, որպես վկայություն, շատ կարճ կպատմեմ։ Իմ եղբայրս երիտասարդ հասակում եկա բանակից, հայրս ուղղակեց Երևան սովորելու, բայց ընկա մի բանդայի մեջ, մգրտված Սուրբ Հոգով, ընկա մի բանդայի մեջ, վերջին գփախավ, եկավ դու ասես, պապա, ասպես այն վիճակս, մենք Հորքրիստան ուղարկեցինք պայլու նրան, մոտ 4-5 ամիս մնաց այնտեղ ինքը, սներ և Սուրբ Հոգի մի օր ասեց, խոսած քնած տեղնյա շուրթերով, որդիս մնացել 5 օր, ապաշխարի, թե ոչ պիտի մեռնես։ Հորքրիստ տղան մեգամեծ լուրը բերեց, մենք վազինք մեր եղբայրդևից, պապայիս հետ, հարազատների հետ, խոսինք, ճար չկար, նա միտքը խավարել էր, դե այսօր միտքդ խավարած է, լույս ունես, Հիսուսը քո լույսն է, նա կա լուսավորի, հոգուտ աշխարհ լույս վառի։ Քուրեր եղբայրներ, ինչ օրհնալ ժամանակ է հիմա մեզ, բայց եղբորս դες ժամանակ չեղավ, վերջը կարճ ասեմ, եւ ամենասուրբ ոգին հայտնում էր մնաց 4 օր, չես ապաշխարում, վերջի օրն էր արդեն, 5-րդ օրն էր իրիկվակով մենք գնացինք պապայիս հետ Հորքրիստանը, խոսինք իր հետ, ասեց ինչ մեռնեմ, ոչ հիվանդ եմ, ոչ էլ եսիմ ինչ, ինձ ամուսնացրեք, միտքը ավելի էր խապանվել իրա, մարդ որ չեր ուզում դանա Տիրոջը քուրեր եղբայրներ ջան, եւ ճար չեղա մենք հետ արսանք եկանք տուն, պապայիս հետ և սպասում ենք խաբարի, լուրի և հիշվա ժամը 10:30 անցներ, մոտ 10:30 անց կես, մեր դուրը ծեծեցին, Հորքրիստան գոռում էր, քերի դուրը բացինք ասեց, էդիկը մեռավ, իշկամ դժվար էր, մամայիս ուշ կանցավ, հիմա թողած մեր եղբոր դիական այնտեղ, երկրորդ զոհն ա լինում, մեր մայրն ա մահանում, մամով ենք զբաղվում, մամային ենք ուշքի բերում, աղոթում ենք, լացում ենք, դերը մամային կյանք տվեց, մամային ոտքի հանեց Աստված, մամային թողեցինք տանը գնացինք այդ կից գիշերին մյուս գյուղը հոգտեմեր գյուղում և մինչև որ մենք գնացինք արդեն հարևանեն այդ ողբի ձայնից հավաքվել էին, Հորքրիստալը լիք մարդիկ են լծվել ու դիագը անգողինի մեջ և ինչ է եղել վերջի խոսքը Սուրբ Հոգուց իմ եղբորս, ասլեր աղ որդիս չապաշխարեցիր, այդպես ինքը ննջել էր, հարևանը որ բժիշկը երկար տարվա եկել էր օգնություններ ցույց տվել սիդը կանգնած նա մահացել էր քուրեր եղբայրներ պապայիս մեջ մի հավատք լցվավ այդ պահին առավ եղբորս դիակը ձեռքերի մեջ ասում էր ուր գնամ որ բժշկի դուրը զարկյուն այն կյանք տա
ում դիմեմ։ Ու լեսվաբետեսի կենտանի հավատք, ասեց գնանք Ջանֆիդա, հավաքենք այդ եղբայրներին, ու ես հավատում եմ պիտի Աստված մեր աղոթքի ձայնը լսի, ալելույա, օ ինչ կենտանի է մեր Աստվածը, ինչ զորավոր է մեր Աստվածը, դիագդեցինք մեկնայի մեջ, անհավատ հարևանը մեր հետ նստավ, ու լացով ողբով կես գիշեն հասանք Ջանֆիդա սմբատ եղբորնս տունը, տեսա մեր վիճակը, անիրանլի վիճակ, նես ընդունեց, պոլինդյազին դիագը, ծասեցին սպտակ, պրուսնով դեմքը վրան, ասեց պապան ձայն տուր, թոքան եղբարներն, ասեց եղբարյան տղատ մահացել է, ասեց ձայն տուր թոքան եղբարները, անցնում էր ժամերն ու վարկյաններն եղբորս վրա, անցա մոտ 4 ժամ, 5 ժամ, լեչեն եկել եղբան չեն հավաքվել բոլորն, և այնտեղ եկազնես մնել պավել եղբաններ, կուրեր եղբաններ, դիագը պոլի վրա, ու սկսինք աղոտ կանել, մի փոքրիկ սենակ էր, որ մի 10-12 հոգով աղոտ կանենք կենտանի ասոզուն, ինչպեսի ձայն չի գայն սենակի մեջ, ինչպեսի ուժգին ձայն չի հնչի, մենք ես այդ աղոտողներից, ես այսպես հետենում Հիսուսին, ենքան մոտ էր ինձ, ենքան մոտ, որ ասում է Հիսուս ջան, եղբորս հոգին եդրա դարձրու, եղբորս կյանք տուր, քուրեր եղբաներ, և այդ ուժգին աղոտի ժամանակ, այդ ողբի ժամանակ, մի որոտում եղավ, մի ձայն եկա բարձր, նա ասեց, հիմա հարություն պիտի առնի, ալելույա, ու եղբաս կենտանացավ, եղբաս ոտքի կանգնավ, նստեց պոլին, և այսպես մեզը նայում կրուկ, տան մեր ջերքիք է նայում մեզ, և ասում էր, հիմա որտեղ եմ ես, ինչ ես այդ կատարվում, հիմա ինքը կենտանիա, կին երեխաներ ունի, այդուն Հիսուս այսօր այստեղ, ով ծամակած սիրտ, ով հավատքի չուացած ոսկորներ, ով ասո մարդ, Հիսուսի այրանգին, հերտ այսօր կոնն է, քիծ քո հավատքիդ կաստիլները, քիծ այն կոմ, արի հավատքով տիրոջ առաջ, արի կենտանի Աստծու առաջ, նա կենտանիա, նա ամփոփոխա, նա խոսքը սրի պես է, նա խոսքը զորավոր է, նա խոսքը կենտանացնում է, նա խոսքը փոխում է, նա խոսքը լույս է, սրի պես իշտում է, մուջի պես կոտրում է, այդպեսի սրտերը քուրեր եղբաներ, հավատալ է պետք, նեսը տիրոջը բերել է պետք, Տիրոջ վստահել է պետք, արի տիրոջ առաջ հավատքով, արի տիրոջ առաջ հավատքով, նայի Հիսուսին, նայի Գողգոթա, որ մեռավ Քրիստոս քո համար, քո բարեխոսը ինքն է, քո արդարությունը ինքն է, մեղքիդ կավությունը ինքն է, ինքը մեռավ քեզ համար, որ քեզ կյանք տա հիմա, հենց հիմա, ինչ պրոբլեմ ունես, ինչ կաներսդ, բացվի Հիսուսին, նա նայում է քեզ, իրա աշկը նայում է քեզ, իրա աշկը քո վրա է, իրա բազուկը կենտանի է, ալելույա, բաց նեսդ, բաց սիրտդ Հիսուսին, հավատա, թող նա հայտնվի քեզ, թող նա երկարի քեզ,